Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը իր տարածաշրջանի երկրներում 2025-ին 3,2% տնտեսական աճ է կանխատեսում, իսկ Հայաստանում 5%, 0,2%-ային կետով ավելի, քան ամիսներ առաջ էին կանխատեսում։ Սա մոտ է այս տարվա բյուջեով սահմանված 5,1% աճի սպասումներին։ Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք թույլ արտաքին պահանջարկ, հակամարտությունների բացասական ազդեցություն շատ տարածաշրջաններում, ինչպիսիք են Ուկրաինան և Արևելյան միջերկրականը։ Բացի այդ, անորոշություն կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ ներմուծման մաքսատուրքերի հնարավոր բարձրացման և Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների փոխադարձ արձագանքների շուրջ, որոնք հետ են պահում առևտուրը, ներդրումները և արտադրությունը։ Որոշ երկրներում բարեփոխումների թույլ տեմպը նույնպես ազդում է աճի վրա։ Կովկասում 2024 թվականին աճը արագացավ պայմանավորված իրական աշխատավարձերի բարձր մակարդակով։ Այս և հաջորդ տարի կանխատեսվում է, որ Կովկասյան տարածաշրջանում աճը կչափավորվի արտացոլելով արտաքին խոցելիությունը և տարածաշրջանային անկայունությունը, սակայն կարող է ամրապնդվել տարածաշրջանային առևտրի ավելի մեծ ինտեգրման շնորհիվ։ Նշվում է, որ մեր երկրում գնաճի մակարդակը զգալիորեն ցածր է մնում Կենտրոնական բանկի թիրախավորած 3% ցուցանիշից։ Ջորջ Ախալկացիի խոսքով Հայաստանում այս պահին տնտեսական ակտիվությունը չափավորվում է դեպի իր երկարաժամկետ աճի ներուժ։ Այս չափավորությունը կապիտալի ներհոսքի նվազման, բարձր որակավորում ունեցող ռուսական միգրացիայի ազդեցության նվազման և առևտրի ու տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ծառայությունների դանդաղ աճի արդյունք էր։ Մենք փոքր-ինչ բարձրացրել ենք մեր կանխատեսումները 2025 թվականի և այժմ սպասում ենք 5% աճ։ Շարունակում ենք տեսնել աճի ուժեղ շարժիչ ուժեր, ինչպիսիք են պետական ներդրումները, բազմաթիվ զարգացման ծրագրերը և ենթակառուցվածքների ընդլայնումը։ Հայաստանի աճը համարվում է ամենակայուններից մեկը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի և հարևան Վրաստանի երկրների հետ միասին։ Սա վկայում է Հայաստանի տնտեսության հզորության, ներքին հզոր պահանջարկի և այն ներուժի մասին, որն ունի կառուցվածքային բարեփոխումների միջոցով իր աճի ներուժն էլ ավելի մեծացնելու համար։ Միջազգային կառույցների կանխատեսումները սովորաբար ավելի պահպանողական են լինում, նշում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը, հավելում, ինքը ավելի բարձր աճ է ակնկալում։ Սա մեզ բնորոշ թիվ է, շատ չէ, քիչ էլ չէ։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանը արևմուտքից արևելքից շրջափակված է։ Տրանսպորտային հաղորդակցություններ չունի նորմալ, նույնիսկ երկաթգծային Վրաստանից բացի։ Այս պայմաններում իհարկե 5%-ը վատ չէ։ Բայց կարողությունները, պոտենցիալը շատ ավելի մեծ է Հայաստանում։ Հայաստանը միշտ արտահանման ուղղված երկիր է եղել։ Հայաստանի կարողությունները արտադրելու շատ ավելի մեծ են, քան ներքին շուկայի տարողությունը։ Բնական է ուղղված է արտահանմանը, եւ նույնիսկ խորհրդային միջի ժամանակ այդպես է եղել։ Հայաստանի հեռանկարը մեծապես կշահի ավելի կայուն ու կանխատեսելի գլոբալ և տարածաշրջանային միջավայրից և իր բոլոր հարևանների հետ ավելի լավ տարածաշրջանային ինտեգրումից, նշում է Եվրոբանկի Երևանի գրասենյակի ղեկավարը, հավելում, նույն կերպ Հայաստանի տնտեսության վրա կարող է բացասաբար ազդել, եթե դրա շուրջ իրավիճակը չբարելավի կամ վատթարանա։ Օրինակ, եթե Թուրքիայի հետ սահմանային բանակցություններում առաջընթաց գրանցվի, դա կարող է ամրապնդել Հայաստանի դիրքերը արևելք-արևմուտք տարանցման մեջ և խթանել տարածաշրջանային առևտրային ինտեգրումը, ինչը մեծ հնարավորություն է Հայաստանի համար։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական անկայունությունը որպես հիմնական բացասական ռիսկ, օրինակ, եթե Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները հետաձգվեն։ Ապաշրջափակման դեպքում տնտեսական աճը կարող է անցնել երկնիչ ցուցանիշը, ընդգծում է Լևոն Բարխուդարյանը, հավելում, դա ձեռնտու է թե Հայաստանին, թե Թուրքիային։ Որտեղ էապես կմեծանան տրանսպորտային փոխադրումները, ներդրումներ կգան Հայաստան լրացուցիչ, հենց մտքի ունենալով նաև այն 16 միլիոնոց շուկան, որ Հայաստանի սահմանի երկայնքով Թուրքիայում ժողովուրդ է ապրում։ Այդտեղ շատ ավելի ձեռնտու է դառնում անմիջապես Հայաստանից արտահանել շատ ապրանքներ, քան օրինակ բերել Թուրքիայի արևմուտքից։ Եվ չհաշված, որ Թուրքիան դառնում է մեծ տրանզիտ, ինքնարժեքն է նվազում, տրանսպորտային ծախսերն են էապես նվազում, բացում են նոր հնարավորություններ դեպի Մերձավոր Արևելք, արևելյան երկրներ, Պարսից ծոցի երկրներ գնալու, եւ դա անշուշտ կբերի բավականին մեծ աճի տեմպերի հենց առաջի տարիներից սկսած։ Ադրբեջանը շատ լավ է հասկանում, որ ապաշրջափակումից հետո Հայաստանի տնտեսական վիճակը էապես կբարելավի, եւ դա է պատճառը, որ ձգձգում են խաղաղության գործընթացը, կարծում է Բարխուդարյանը։ Ինչպես շատ պրոպագանդիստական նպատակների համար խոսում է, որ Թուրքիան կկլանի Հայաստանի տնտեսությունը եւ մեր վերջը կգա վերջը։ Այսպեսի բան չի լինում։ Կարծես Թուրքիան ուրիշ երկրների հետ առևտուր չի անում, չգիտես ինչու նրանց տնտեսությունը չի կլանում, հենց մերը պիտի կլանի, կամ ինչ շարքում տնտեսությունը կլանել։
Այս բոլորը ավելի շատ գաղափարախոսական, որոշ ռոպագանդիստական ելույթներ են, որոնց պետք է շատ սառնասիր նայել, սովորական տրամաբանելով, մտածելով, իհարկե մեր շուկաներ կլուծի ավելի էժան ապրանքները եւ մեր կողմից արտահանումը կվեցանա։ Թե Թուրքիա եւ թե Թուրքիայի միջոցով օրինակ Եվրոպա կամ մերձավոր արևելքի երկրներ։ ՎԶԲ նաև 2026-ի համար է կանխատեսում արել, ըստ որի Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.5%։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։